Պատգամավոր Նաիրա Զորաբյանը ընտրական օրենսգրքի ռեյտինգային քվեարկության մասին լսել էր դեռևս Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից առաջ։ Որքան էր Հարությունյան Դավիթը ասում է, որ սա ռեյտինգային չէ, սա բաց եւ փակ ցուցակներ են, բայց ակնհայտ է, որ ինքը ռեյտինգային քվեարկություն է։ Եվրոպայում ըստ Նաիրա Զորաբյանի գուցե աշխատի ընտրական օրենսգրքի ռեյտինգային քվեարկության դրույթը, որով նախկինի պես կոնկրետ տեխնատուներն են անցնում խորհրդարան։ Հայաստանում առանց ընտրակաշարքի այս մոդելը չի աշխատի։ Որևէ երաշխիք չկա, որ կներեք Մեսրոպ Մաշտոցի Այբուբենի հետ լրջագույն խնդիրներ ունեցող անձը կարող է հանկարծ դառնալ շատ ավելի ռեյտինգային, քան տվյալ ցուցակի քաղաքական գործիչը։ Փաստն այն է, որ Սահմանադրության մեջ ռեյտինգային այս դրույթի մասին որևէ խոսք չկա, սակայն կդժվարանա ասել, որ այդ դրույթը հակասահմանադրական է։ ԲՀԿ-ի փորձագետներն էլ են լռում այդ մասին։ Մտահոգություններ հնչեցրել են, որ դա լատենտ ըստ էության մեծամասնական ընտրակարգ է, բայց որ հակասահմանադրական է, անկեղծ ասած, մեր աշխատանքային խումբը եւս նման եզրակացություն չի տվել։ Հանրապետական Հովհաննես Սահակյանը ոչ մի տարօրինակ բան չի տեսնում, որ միայն համամասնական ընտրակարգ սահմանող Սահմանադրության մեջ կա ռեյտինգային քվեարկություն։ Քաղաքացին է որոշում, օրինակ 13 ընտրատարածքներից առաջին ընտրատարածքում որ падգամավորը պետք է գա առաջ։ Սակայն այդպես էր նաև զուտ մեծամասնական ընտրակարգի դեպքում, եւ դիցուք այսօր էլ եթե Սամվել Ալեքսանյանը չառաջադրվի եւ ընտրակաշարք չբաժանի իր համար, ոչ ոք հանրապետականի օգտին չի քվեարկի։ Իսկ այդ մարդիկ ո՞նց ընտրվեն, օրինակ ես ո՞նց ընտրվեմ։ Պարոն Սահակյանի կարծիքով կոնկրետ падգամավորների առաջադրումը եւ ընտրությունը պետք է տեղերում բնակիչների հետ կապը պահպանելու համար։ Իսկ եթե միայն կուսակցությունը մասնակցի դիցուք Սամվել Ալեքսանյանի կամ մյուս հնչեղ հանրապետականների քարոզարշավը դարձյալ լինելու է մեծամասնականով։ Եվ գնալու են ասել են ժողովուրդ, մենք ստեղ ենք, ուզում եք էլի օգնենք, կամ ուզում եք այսպես լինի, ձեր տեսանկյունից եմ նայում, թեպետ ես դա մի փոքր այլ տեսանկյունից եմ նայում, նորից գնալու են եւ ընտրել։